Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուս Նազովրեցու Սուրբ ու Բարձրյալ անունով օրհնում եմ յուրաքանչյուրիս։ Օրհնում եմ մեր հոգիները, մեր սրտերը, մեր մտքերը, մեր մարմինները, մեր կյանքերը, մեր սերունդները, մինչև 1000 սերունդ։ Մեր այսօրը, թող այսօրը լինի դարձի օր, լինի ապաշխարության օր, լինի Աստծո սերը ընդունելու օր, լինի Աստծո կամքին ենթարկվելու օր, լինի հաղթանակի օր, լինի բժշկության օր, լինի խոնարհության, հնազանդության օր, լինի հոգում, Սուրբ Հոգով ցնծություն, ուրախություն ստանալու օր։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն այս հնարավորության համար, այս գիրքը կռապաշտության մասին թարգմանելու համար, որտեղ այսօր վերջին մասն է, որ կարդալու ենք։ Շնորհակալ եմ քեզ Տեր Աստված, էներգիայի համար, ցանկության համար, ժամանակի, կարողության համար, որ թարգմանեցինք։ Տեր, շնորհակալ եմ ամեն մեկի համար, որ լսեց, բայց ամենաշատը շնորհակալ եմ Տեր, որ սա մեր կյանքը կփոխի։ Ամեն փոխված կյանքի համար եմ շնորհակալ։ Ամեն կռապաշտությունից զատ մնալու համար եմ շնորհակալ։ Ամեն անգամ, երբ մեր ցանկությունները կքննենք եւ թույլ կտանք, որ դու վետո դնես մեր ցանկությունների վրա, շնորհակալ եմ Տեր, որ տվեցիր մեզ այս գիտությունը քո ողորմությամբ, այս հասկացողությունը։ Եվ հիմա խնդրում եմ Տեր, որ ամեն մեկի սրտում աղոթք դնես, որ քեզ հետ համագործակցենք, քեզ կանչենք մեր կյանք եւ թույլ տանք, որ դու քննես մեր սրտերը, մեր ցանկությունները եւ օգնես մեզ սխալ ճանապարհով չընթանալ։ Դու դառնաս առաջնայինը, կենտրոնականը մեր կյանքում։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Ու սիրելիներս, վերադառնում ենք Թոմաս Ջոնսոնի կռապաշտությունը դարերի մեղքը գրքի վերջին ընթերցանությանն ու մեկնաբանությանը 8-րդ գլուխ եւ այսօր խոսելու ենք ինչ է գայթակղությունը հարց ու պատասխանի միջոցով եւ այդպես ավարտենք։ Առաջին հարց. Ինչ դեր են հանգամանքները խաղում գայթակղության գործում։ Հանգամանքները վերաբերում են այն միջավայրին, որտեղ մարդը ապրում է, նաև այդ մարդու կյանքում եղած իրադարձություններին, մարդկանց և պարտականություններին։ Դրանք կարող են ներառել ինչպես դրական, այնպես էլ դժվար, մարտահրավերային իրավիճակներ։ Թեև սատանան կարող է ազդել մեր հանգամանքների վրա, գայթակղության հնարավորություններ ստեղծելու համար, սատանան չի կարող ստիպել որևէ մեկիս գործել մեր կամքին հակառակ։ Սա շատ կարևոր է։ Սատանան կարող է ազդել մեր հանգամանքների վրա, բայց սատանան չի կարող քեզ ստիպել քո կամքին հակառակ որևէ բան անել։ Հետևաբար, թե ինչպես է մարդը արձագանքում հանգամանքներին, կախված է մարդու սրտի ցանկություններից և արժեքներից։ Հաջորդ հարցը. բացատրեք արժեքների ու ցանկությունների դերը գայթակղության մեջ։ Պատասխան. մարդու արժեքներն ու ցանկությունները որոշում են, թե ինչ է նա համարում գրավիչ կամ գայթակղիչ։ Եթե մարդը գնահատում է աստվածային հատկությունները, ինչպիսիք են օրինակ խոնարհությունը, համբերությունը, ապա ավելի հավանական է, որ նա գործի այդ հատկություններին համապատասխան։ Այնուամենայնիվ, եթե մարդը առաջնահերթություն է տալիս ինքնաբավարարմանը կամ վերահսկելուն, այսինքն կոնտրոլ անելուն, ապա այդ մարդու ցանկությունները կարող են նրան տանել դեպի գայթակղություն և մեղք։ Ցանկությունները դառնում են վնասակար, երբ այնքան ուժեղ են, որ ստվերի մեջ են առնում Աստծո կամքը ու մեր հավատարմությունը։ Ու մենք ոչ թե Աստծո կամքին, այլ մեր ցանկություններին ենք ենթարկվում
եւ դա հանգեցնում է կռապաշտության։ Երրորդ հարց. Որն է տարբերությունը արտաքին եւ ներքին գայթակղության։ Արտաքին գայթակղությունները դժվար իրավիճակներ են կամ կյանքի նեղություններ ու դժվարություններ են, ինչպիսիք են օրինակ ստրեսային աշխատանքային միջավայրը կամ դժվար լարված հարաբերությունները եւ այլն։ Սրանք արտաքին ազդեցություններ են, արտաքին հանգամանքներ, որոնք ազդեցություն ունեն մեզ վրա։ Ներքին գայթակղությունները բխում են մարդու սրտից, հիմնված նրա սրտի ցանկությունների եւ արժեքների վրա։ Ներքին գայթակղության օրինակ կարող է լինել այն, որ մարդը ցանկանում է հայտնի լինել, ճանաչված լինել, դա է իր սրտի ցանկությունը, եւ դա կարող է նրան մղել հպարտ վարքագծի։ Արտաքին գայթակղությունները հանգամանքներ են, մինչդեռ ներքին գայթակղությունները ցանկություններ են, որոնք արմատացել են ի պատասխան այդ հանգամանքների։ Չորրորդ հարցը. Ինչ է Հակոբոսը սովորեցնում մեզ գայթակղության մասին։ Նախ կարդանք Հակոբոս նամակի առաջին գլխի 13-ից 15 հատվածը։ Ոչ ոք փորձության մեջ լինելիս թող չասի. Աստծուց եմ փորձվում, որովհետև Աստված չարից չի փորձվում, ինքն էլ ոչ մեկին չի փորձում։ Յուրաքանչյուրը փորձվում է իր իսկ ցանկությունից հրապուրվելով եւ խաբվելով։ Այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով ծնում է մահ։ Հիմա էլ կարդանք Հակոբոս 4-րդ գլխի 1-ից 3-րդ հատվածը։ Որտեղից ձեր մեջ պատերազմներ ու որտեղից կռիվներ, չէ որ այստեղից են ձեր ցանկություններից, որոնք կռիվ են տալիս ձեր անդամների մեջ։ Ցանկանում եք, բայց չունեք, սպանում եք, նախանձում եք, բայց չեք կարողանում ձեռք բերել։ Պատերազմում եք եւ կռվում եք, բայց չունեք, որովհետեւ չեք խնդրում։ Խնդրում եք, բայց չեք ստանում, որովհետև չար ձևով եք խնդրում, որպեսզի ձեր ցանկությունների համար վատնեք։ Ուրեմն տեսնում ենք, որ Հակոբոսը սովորեցնում է, որ գայթակղությունը գալիս է ոչ թե Աստծուց, այլ մարդու անձնական ցանկություններից։ Երբ ցանկությունները դառնում են այնքան ուժեղ եւ անվերահսկելի, նրանք հրապուրում են մարդուն, գայթակղում են մարդուն եւ հեռացնում մարդուն Աստծո կամքից։ Սա կարող է հանգեցնել մեղքի ու մեղավոր գործերի ու վարքի ու արարքների եւ ի վերջո հոգեվոր մահվան, քանի որ այն հեռացնում է մեզ Աստծուց։ Գայթակղությունները հետևաբար սրտի արդյունք են, սրտի պտուղ են եւ դրանց դիմակայելը պահանջում է քննել եւ վերադասավորել մեր ցանկությունները ըստ Աստծո կամքի ու ցանկությունների եւ անել դա Աստծո հետ։ Հաջորդ հարցը. թվարկեք գայթակղության հիմնական սկզբունքները։ Գայթակղության մասին հիմնական սկզբունքները ներառում են այն, որ Աստված թույլ է տալիս փորձությունները մեր կյանքում, բայց Աստված չի առաջացնում գայթակղություններ մեզ համար։ Հանգամանքները իրենք իրենցով միայնակ գայթակղություն չեն առաջացնում։ Ներքին ցանկություններն են, որ իրավիճակը դարձնում են գայթակղիչ, եւ որ հնարավոր է արտաքին գայթակղություններ զգալ առանց ներքին գայթակղության մեջ ընկնելու, ինչպես տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի հետ, երբ 40 օր ծոմ պահելուց հետո Սատանան գայթակղեց նրան, տարբեր իրավիճակներ ստեղծեց, բայց Քրիստոսը չտրվեց ներքին գայթակղության։ Վերջապես պետք է իմանանք, որ Սատանան կարող է ազդել մեր հանգամանքների վրա, բայց չի կարող ստիպել մեզ գայթակղվել կամ ինչ-որ բան անել մեր կամքին հակառակ։ Այս սկզբունքները հասկանալը մեզ հիշեցնում է,
որ Աստված չէ մեր գայթակղությունների աղբյուրը եւ որ մեր սրտի արձագանքը որոշում է կգայթակղվենք թե ոչ եւ լավ թե վատ պտուղ կտանք, որը կլինի մեր կյանքի արդյունքը կամ այդ իրավիճակի արդյունքը լավ պտուղ թե վատ պտուղ կախված է մեր սրտի ցանկություններից եւ մեր իսկ որոշումից։ Հիմա քննենք գայթակղությունների հետ կապված սցենարի հարցերը, բայց նախ կարդանք սցենարը ու շարունակենք։ Դավիթը աշխատում է բարձր ստրեսային աշխատանքի մեջ եւ նրա ղեկավարը հաճախ է Դավթին քննադատում։ Թեև Դավիթը ցանկանում է ողորմությամբ ոչ կոպիտ ձևով պատասխանել իր ղեկավարին, Դավիթը իր ներսում շատ վիրավորված եւ հիասթափված է զգում, մտածելով, որ ավելի մեծ հարգանքի է արժանի։ Դավիթը հասկանում է, որ իր մեջ գայթակղություն է առաջացել բացասական ձևով արձագանքել իր ղեկավարին, եւ որ իր մեջ ցանկություն կա բամբասել իր ղեկավարի մասին իր գործընկերների հետ, այսինքն քննարկել ղեկավարի վարքը ղեկավարի թիկունքում իր գործընկերների հետ։ Հիմա, ելնելով ներքին գայթակղության բացատրությունից, սրտի որ ցանկությունները կարող են դրդել Դավթին այս կերպ արձագանքել։ Դավթի արձագանքը ցույց է տալիս, որ նրա սրտում կա հարգանքի, ընդունված լինելու ցանկություն, ինչը նրան դրդում է ակնկալել, որ իր ղեկավարը իր հետ որոշակի ձևով վերաբերվի։ Երբ Դավթի ցանկությունը դառնում է ներքին գայթակղություն, երբ Դավթի ակնկալիքները չեն արդարացվում, չեն իրականանում, Դավթի իր հանդեպ հարգանքի ցանկությունը դառնում է ներքին գայթակղություն Դավթի համար, առաջացնելով դժգոհություն իր մեջ եւ բացասաբար վարվելու գայթակղություն։ Սա շատ կարևոր է մեզնից յուրաքանչյուրը, թե աշխատանքի վայրում, թե դպրոցում, թե ուսման մեկ այլ վայրում, թե մեր ընտանիքի մեջ, մեր տան մեջ, մենք բոլորս էլ ցանկանում ենք ունենալ, լինել հարգված եւ ընդունված։ Ու երբ որ դա մեզ հետ չի կատարվում, մենք էլ ենք ունենում այդ ներքին գայթակղությունը։ Ուրեմն սա լրջորեն լսենք, որպեսզի կարողանանք հաշվի առնել, կիրառել, որ մենք էլ չընկնենք գայթակղության մեջ, որը մեզ կտանի բամբասելու, դիմացինին կոպիտ պատասխանելու, չորելու եւ այլն։ Երկրորդ հարցը. ինչ քայլեր կարող է Դավիթը անել, որպեսզի դիմադրի բացասական ձևով արձագանքելու գայթակղությանը եւ փոխարենը աստվածահաճո արձագանք ընտրի։ Դավիթը կարող է աղոթել Աստծո առաջնորդության համար, սա առաջինն է։ Աստծուն հարցնել ինչպես պետք է վարվել, որ իր զգացմունքները կարգավորեն եւ համաձայնվեն Աստծո կամքի հետ։ Դավիթը կարող է խնդրել Աստծուն, որ գործի իր մեջ, որ ինքը Դավիթը առավել գնահատի խոնարհությունը, քան հարգված լինելը, ճանաչում ունենալը, տնօրենի կողմից ընդունված ու հարգված լինելը։ Դավիթը կարիք ունի կենտրոնանալու այն սուրբ գրությունների վրա, որոնք քաջալերում են համբերություն եւ սեր, ինչպիսին է Կողոսացիների 3 գլխի 12-ից 13 համարները, օրինակ։ Կարդանք. Ուրեմն, ինչպես Աստծո ընտրյալներ, սրբեր ու սիրելիներ, հագեք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն, միմյանց հանդուրժելով ու ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա, ինչպես Տերը ձեզ ներեց, այնպես էլ դուք։ Սիրելիներս, ես չեմ ասում, որ մենք չպիտի ցանկանանք հարգված լինել, որ պիտի թույլ տանք մեզ տրորեն, մեր վրայով քայլեն, հարցը դա չէ, հարցը նա է, որ այդ հարգանքը չդառնա մեզ համար գայթակղություն, որը մեզ կտանի մեղքի ճանապարհով, այլ պիտի ընտրենք այն, ինչ որ կարդացինք, գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն։ Եվ սա կարող է օգնել Դավթին ու մեզ համապատասխանեցնել արձագանքները, որոշումները աստվածային արժեքներին,
ոչ թե մեր ցանկություններին։ Բացի այդ, գայթակղությանը ակտիվորեն դիմակայելու եղանակներն են ընտրել պատասխանել բարությամբ և խուսափել բամբասանքներից։ Հաջորդ հարցը. ինչպես կարող է Դավթի արժեքային համակարգը ճշգրտվել, որպեսզի ավելի սերտորեն համապատասխանի Աստծո ցանկություններին։ Գնահատելով խոնարհությունը ու ծառայությունը անձնական հարգանքից առավել, Դավիթը կարող է փոխել իր սիրտը, որպեսզի ավելի քիչ ազդվի քննադատությունից, այդպես ծանր չտանի որևէ քննադատություն։ Դավիթը կարիք ունի ինքն իրեն հիշեցնելու, որ իր ինքնությունն ու արժեքը գալիս են Աստծուց, այլ ոչ թե իր ղեկավարի հավանությունից, և դա կօգնի Դավթին աստվածապաշտորեն ու աստվածահաճո կերպով արձագանքել քննադատությանը և կենտրոնանալ Աստծուն ծառայելու վրա, այլ ոչ թե ճանաչման ու անձնական հարգանքի իր ցանկության վրա։ Այսքանը այսօր։ Ես այնքան մեծամիտ չեմ լինի, որ ասեմ, սա շատ հեշտ բան է անելը, սրան հասնելը շատ հեշտ է։ Նորից եմ ասում, հեշտ չի, բայց սա է ճիշտ ճանապարհը։ Լավ բանի հասնելու համար պիտի գին վճարենք, ջանք դնենք, աշխատենք, ընկնենք ու վեր կենանք, բայց փառք Աստծուն, որ ընկածին Աստված բարձրացնում է, որտեղ բոլորս էլ սայթակելու ենք, բոլորս էլ այս ճանապարհին սխալվելու ենք, բայց կա խոստովանություն, սխալի, մեղքի, ապաշխարություն և Հիսուսի արյունով լվացվել ու նորից բարձրանալ։ Աստված ցանկանում է, որ մենք նմանվենք իր որդուն, մեր Տեր ու Փրկիչ, մեր Աստված Հիսուս Քրիստոսին, իսկ դա ընթացք է։ Մեր էությունը խաթարվել է մեղքի պատճառով, և հիմա ծանր աշխատանք ու պատերազմ է պահանջում, որպեսզի պատերազմենք մեր խաթարված, մեր կոտրված էության դեմ և Աստծո շնորհով, ողորմությամբ, օգնությամբ, ներգործությամբ վերափոխվենք ու նմանվենք Քրիստոսին։ Դա շատ կարևոր ընթացք է։ Մի հրաժարվի այդ ընթացքից։ Եթե այդ ընթացքի մեջ չես, արի այդ ընթացքի մեջ, արի դարձի Տիրոջը, մի վախեցի դժվարությունից։ Քրիստոնեությունը մեղր ու կարակ չի։ Եթե քեզ խաբում են ու ասում են քրիստոնյա դառնաս, սաղ հոգսերդ վերանալու են, քրիստոնյա դառնաս, անմիջապես բժշկվելու ես, վայրկյանական հարստանալու ես, Աստված երկինքը բացելու է, ինչ լավ բան կա լցնելու է գիրկը, խաբում են քեզ։ Խաբում են քեզ։ Քրիստոնեությունը ընդունում է ճշմարտությունը։ Ճշմարտության դեմ միշտ կա պատերազմ։ Քրիստոնեությունը դարձ է դեպի ճանապարհ, իսկ այդ ճանապարհին շատերը կան, որ չեն ուզում, որ դու փրկվես, եւ հենց քո էգոն, քո հին մարդն էլ չի ուզում, որտեվ իրանը տենց հարմար է։ Այո, Աստված բժշկում է, այո, Աստված օժնում է, բայց եր նպատակը այս կյանքում պատերազմել հին էության դեմ, մեղքի դեմ, որ մեզ գերի է դարձրել, որպեսզի ազատվենք այդ շղթաներից, մաքրվենք, Քրիստոսին նմանվենք, դառնանք գթասիրտ, դառնանք ողորմած, դառնանք ներող, սիրող, համբերատար, հավատարիմ, չբամբասող, չանիծող, մաքրվենք, անարատ դառնանք, որպեսզի դրախտի արժանի քաղաքացիներ լինենք Աստծո կերպարով։ Մի վախեցի դժվարությունից։ Դժվարությունը, երբ որ հաղթահարում ես, այն շատ քաղցր պտուղ է տալիս, որտեվ դու ինքդ ես հասունանում, դու ինքդ ես դառնում ավելի հաստատակամ, դու ինքդ ես դառնում ավելի հավատարիմ, ավելի ուժեղ, քո իսկ դեմ։ Պատերազմը քո իսկ դեմ է և չար ոգիների դեմ բնականաբար։ Օրհնում եմ յուրաքանչյուրիդ, նորից շնորհակալ եմ ամեն լսողի համար, շնորհակալ եմ ամեն մեկի համար, որ կիսվել է, կիսվեք, տարածեք, ամեն մարդ այս ամենի կարիք ունի, սա ոչ թե իմ փառքի համար է, իմ անվան համար է, այլ Աստծո փառքի համար և մարդկանց դարձի համար,
թող որ մարդիկ լսեն, փրկվեն, դուք էլ ձեր լուման ունենաք նրանց փրկության գործում։ Գուցե երկնքում կհանդիպեք մեկին, որ կգա ու քեզ կասի շնորհակալ եմ, որ այդ մեսիջը դու իմ հետ կիսեցիր, դրանից հետո ես ապաշխարեցի։ Ինչ ուրախություն կլինի, որ քո արած այդ մի գործով մեկը դարձի եկավ ու կփրկվի։ Իսկ հիմա ես կարդում եմ մի գիրք Աստծո սիրո մասին։ Ես մի քանի օր երևի ձայնագրություն չեմ անի, բայց զգում եմ սրտումս, հոգումս, որ ժամանակն է խոսել Աստծո սիրո մասին։ Մենք խոսեցինք կռապաշտության մասին, մենք խոսել ենք ապաշխարության մասին, բայց եկեք հիմա խոսենք Աստծո սիրո մասին։ Կհանդիպենք մի քանի օրից, Աստված օրհնի ու պահպանի յուրաքանչյուրին։ Աստծո ձեռքը ամենքիդ վրա լինի։ Քրիստոսի սիրով սիրում եմ բոլորիդ եւ ցանկանում եմ, որ ամեն մեկը Քրիստոսինը լինեք։ Ամեն։